Ուղիղ եթերում իմ հյուրն է Դյունիկ Աղաջանյանը, բարև ձեզ Տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես քիչ առաջ դատարանը որոշում կայացրեց երկարաձգել Աշրարկ Սրբազանի կալանքը, գիտեք, որ 3-4 օր առաջ նոր, այսպես հարձակում էր Հայ Առաքելական եկեղեցու վրա, վախեցած եւ սարսափած են, որտեվ Շվեյցարիայում չէ, պիտի տեղի ունենար, Ավստրիայում պիտի տեղի ունենար իրենց հերթական հավաքը, ամեն ինչ արվում է, որ դա խափանվի, այս ուղղությամբ ինչպես է գնահատում, ձախողում է սա Նիկոլի կողմից, թե ընդհակառակ հաղթանակ է, եւ բայց ոմանք էլ ասում են, որ ինքը հիստերիայի մեջ է, որտեվ իսկապես իր մոտ տապալում են բոլոր տեսակի ծրագրերը։ Խնդրեմ։ Կարծեմ բազմիցս այստեղից արդեն նշել ենք, որ գործող իշխանության ղեկին նստած անձնավորության հակաեկեղեցական արշավը փաստացի ձախողված է, այլապես նա կարիք չէր ունենա նմանատիպ քայլերի դիմելու եկեղեցու ղեկավար կազմին, այսպես շինծու անիմաստ եւ սահմանադրական կարգը խախտող գործողություններով փակիտակ պահելու ցանկությամբ եւս իր արդեն իսկ գետնատարած հեղինակությանը մեկ հարված հասցնել։ Մենք հասկանանք, որ խնդիրը նրանում է, որ ինքը մտել է մի խաղի մեջ, որ իր ելքը չունի, ելքը չի տեսնում։ Իսկ եթե նա ելքի միջոց ունենար, որով իր երեսը պարզ կաներ, նա վաղուց արդեն դադարեցրած կլիներ այս գործողությունները, բայց քանի որ ելքը չկա, ինքը մի խաղի մեջ է մտել եւ շատ ավելի հեռուն է գնացել, քան կարող էր մտածել, որովհետև կարծում եմ իրենց հաշվարկներով իրենք պետք է այդ նախնական քայլերի արդյունքում հաջողություն գրանցեին ու դրանով խաղը վերջանար, բայց փաստացիորեն մեր եկեղեցին ապացուցեց, որ իր առաջի քրիստոնյա եկեղեցին լինելը եւ 1700-ամյա պետականություն նաեւ կրող իր մեջ այդ գաղափարը ազգային ինքնություն ու պետականություն կրող լինելու մարմին լինելու հանգամանքը դա հենց այնպիսի արտահայտություններ չեն, դա առանցքային հենասյունային գաղափարներ են, որը ջարդելը գրեթե անհնարին է։ Եվ այս պարագայում ինքը փորձելու է։ Բայց խաթարել կարող է, չէ՞, Տիկին Աղաջան, մասյացը տեսեք, հիմա գնացել գրավել է, այնտեղ գնացել գրավել է։ Խանգարել փորձում է։ Դե խաթարելն էլ արդեն ինչու՞ն է խնդիրը։ Եկեք հասկանանք իր գործողությունների տրամաբանությունը։ Նա, ինչպես նշել եմ, փորձում է գլխատել ընդդիմության դաշտը։ Այսինքն հանրային ընդվզում ղեկավարել կարողացող մարդկանց շուրջը հավաքելու ունակություն ունեցող թե կառույցներին, թե մարդկանց չեզոքացնելու գործընթաց է, որը իր ակտիվ փուլը մտավ անցյալ տարվա մայիսին, երբ որ նույն Միքայել Սրբազանին, երբ որ Բագրատ Սրբազանին, մնացած բոլորին փորձեցին այդ թվում նաև դաշնակցության տարբեր անդամներին փորձեցին կալանքի տակ պահել, փակի տակ պահել, մտածելով, որ այդ անձերի բացակայությամբ խնդիրը կվերանա, բայց դրան զուգահեռ նրանք գիտեն, որ դաշտում կան նաև այլ ուժեր, այլ մարդիկ, որոնք կարող են կազմակերպել այդ ընդվզումը եւ իրենց պետք է որոշակի լարված իրավիճակ, որ նման մարդիկ դրսևորվեն եւ այդ դրսևորման արդյունքում իրենք հավաքեն այդ մարդկանց, այսինքն դաշտը լիովին գլխատելու խնդիր է դրված, որտեղ իրենց առջեւ դրված են պայմաններ եւ իրենք ունեն հանձնառություններ, որոնցից յուրաքանչյուր քայլի կատարման դեպքում իրենք ուղղակի այսպես նռնակի պես կպայթեն։ Այսինքն ժողովուրդը թույլ չի տա այդ արդեն այնքան լարված է եւ այնքան կիզակետային վիճակի է հասած, որ նմանատիպ յուրաքանչյուր գործողություն կարող է ուղղակի պայթյունի բերել։ Ամենաազդեցիկներին է տարել, չէ՞։ Եկեղեցու ամենասրբազանների հնարավոր չլինի, այսինքն այն մարդկանց, որոնք կարող էին հանգիստ ժողովրդին հանել պայքարի, առաջնորդել այդ պայքարը, հա, թե իրենց խոսքով, թե իրենց մտքով, թե իրենց կեցվածքով։ Մնացածները, որոնք այսպես կամակատարի դիրքում կարող են լինել, նրանք փաստացիորեն անցան դավադիրների շարքը։
նա փորձեց նաև ներսից որոշակիորեն դաշտ ստեղծել այդ պարապտումը իրականացնելու համար։ Իհարկե, իսկ բոլոր հնարավոր օղակները փորձում է ինչ որ քանակ, ինչ որ զանգված ցույց տալ եկեղեցու սպասավորների շրջանում, որպեսզի արդարացնի իր քայլերը, բայց արդեն սպառվել է, չկա անգամ գնդերեսների պարագայում չհաջողեցին։ Հիմա խնդիրը իր առջև դրված է դա, որպեսզի նա կարողանա ընդհանրապես ընդդիմադիր դաշտը բացարձակապես ամուլ դարձնել։ Եվ այս ամուլ դարձնելու համար իրեն անդադ պետք է լարված ինչ-որ մի իրավիճակ ստեղծել, նա փորձում է հասցնել լարվածության որոշակի աստիճանի, որպեսզի կարողանա նաև արդարացված կերպով վեհափառին էլ կալանքի տակ տանել։ Հասկանում եք, որտեղ նա շատ լավ գիտի, որ վեհափառի կոչով ոչ միայն Հայաստանում հայերը, այլև ամբողջ Սփյուռքում հայերը կհամախմբեն։ Եվ այս պարագայում նա դեռ փորձում է այդ, ինչպես ասում են, կրակի վրա յուղ լցնելու միջոցով հասնել այդ վիճակին, իրեն ապահովագրելով, թե ընտրություններում աննախադեպ խախտումներով ընտրվելու հնարավորությունը եւ թե դրանից հետո արհեստական իր համար լեգիտիմություն ձևավորելու այն ինչ որ տալու է թե Ադրբեջանին, թե Թուրքիային, թե Արևմուտքին այդ ամենը առանց խոչընդոտների, առանց արգելանքների իրականացնելու համար։ Ամբողջ տրամաբանությունը սրա մեջ է։ Հիմա եկեղեցին կանգնել է կոկորդին։ Նա չի կարողանում հաջորդող քայլերը իրականացնել։ Բայց խաթարել հաջողել է, չէ՞։ Ընդունում եք, չէ՞ որ մի շարք նույն առաջնորդարանը գրավելով նա փորձում է հանրային բախում առաջացնել։ Հասկանում եք, որ ժողովուրդը գնա փորձի առաջնորդարանը կամ եկեղեցու սպասավորները փորձեն առաջնորդարանը վերադարձնել իրենց տնօրինության տակ եւ դրանով բախում առաջանա, բայց հասկանալով, որ սա սադրանք է, սադրանք է, որը պատերվակ կդառնա քրեական գործեր հարուցելու եւ այդ քրեական գործերով ամբողջ հնարավոր դաշտը կալանավայրերում փակելու համար եկեղեցին չի գնում այդ սադրանքի եւ ճիշտ է անում եւ հորդորում է ժողովրդին էլ չտրվել այդ սադրանքին, որպեսզի այս իշխանության ղեկին նստած անձնավորության այդ ծրագրային նպատակները իրականություն չդառնան, այստեղ խնդիրը ժամանակի մեջ է։ Բայց բարձ է, չէ՞ որ միջև ընտրություն ինքը չի հանդուրժելու, որ այսպես պարտված մնա, ինքը հաստատ կգնա ծայրահեղ քայլերի, թե չի գնա։ Նա փորձում է։ Որն է ձեզ իր համար ծայրահեղ քայլը ձերբակալություն։ Տեսեք, սահմանադրությամբ նրանք որևէ ձևով եկեղեցու գործերին միջամտելու իրավունք չունեն։ Իսկ նրանք փորձում են եկեղեցու առաջնորդական որոշումների վրա ազդեցություն ունենալ, որը աբսուրդ է, գաղափար անգամ, այսինքն մոտենալ իսկ իրավունք չունեն, ել չեմ ասում ինչ որ ձևով փորձեն դրա վրա ազդել։ Մենք հասկանանք, որ այս պարագայում իրենք նաև արհեստական ինչ որ թեզեր են նետում դաշտ, թե Հայաստանից դուրս իրավունք չունեն ժողով հրավիրել, կներեք, ցանկացած կառույցի կազմակերպության կանոնադրության մեջ ժողովը կամ նիստը համարվում է գումարված, երբ որ քվորում է ապահովում, ոչ թե վայրը որտեղ որ դա գումարվում է, այսինքն կապ չունի որտեղ ես դու դա գումարում, կապ ունի թե ովքեր են մասնակցում եւ արդյոք նրանք բավարար ձայներ ունեն որոշումներ կայացնելու համար։ Այստեղ դա արհեստական ինչ-որ թեզեր են, որպեսզի փորձեն կանխել ժողովի հրավիրումը, որտեղ եպիսկոպոսատ ժողովի հրավիրելը եւ նրա որոշումը արդեն նա չի կարող վիճարկել։ Նա չի կարող ասել, որ ենթադրենք կաթողիկոսը անօրինական է, իր որոշումները անօրինական են, եպիսկոպոսատ ժողովը չի կարող անօրինական լինել։ Ամբողջ խաթարում է, փորձեց այս ճանապարհով խաթարել։ Բայց կան Փառք Աստծո այլ միջոցներ ժողովը անցկացնելու, ես վստահ եմ, որ Էջմիածինը համապատասխան լուծումները կգտնի այդ խնդիրը ի վերջո իր արձանագրումը տալու եւ նաեւ այս դավադիր խմբին իր գնահատականը տալու եւ այդ խնդիրները լուծելու համար։ Մենք հիմա նյարդերի պատերազմի մեջ ենք։ Նյարդերի պատերազմ, ով ավելի շուտ առայժմ միջև այս պահը մենք տեսնում ենք, որ հոգեվորականները վեհապարը իրենք դրա համար ասում 1700-ամյա այդ իմաստությունը, փորձառությունը տարբեր հանգամանքներում եւ քաղաքական իրավիճակներում այդ լավագույնս եւ առանց ավելորդ կորուստների ելքեր գտնելու հմտությունը
դա հենց այնպես չի գալիս, հասկանում եք, եւ այստեղ նաեւ այդ արևմտյան մտածելակերպի խնդիրը կա, որ մենք շատ տեղերում տեսնում ենք, որ իրենք մտածում են, որ ղեկավարին հեռացրեցից, մնացածին արդեն ոնց ուզենաս կկառավարես։ Այստեղ այդ խնդիրը իրենք հասկացան, որ այդպես չի։ Շատ կոնկրետ Արագածոտնի թեմի առաջնորդին ձերբակալել է, միական կանգնած են, բան չեն անում։ Շիրակը, նույնը, այսինքն մնացած մերը մենք տեսնում ենք, որ կապ չունի, թե ինչ կարգի եկեղեցու սպասավոր է, նրանք բոլորը իրենց ուխտին հավատարիմ են եւ սա եւս ցույց է տալիս, որ իրոք թե բոլոր աշխարհում գոյություն ունեցող կառույցները չեն կարող զերծ մնալ սխալ կամ թերի ներկայացուցիչներից, բայց մեր եկեղեցին պատվով դուրս եկավ այս իրավիճակից։ Ուզում եմ այս հարցին պատասխանեք, տեսեք, մենք ասում ենք, ես գոն առնվազն անցյալում միշտ ասում էի զգուշ Արցախն է, եթե հանկարծ Արցախին դիպչեն, Արցախի հարցը դա մեր բաց նյարդն է, դա մեր ամենամեծ հպարտությունը, ամենամեծ ցավը, կորուստը դա չգիտեմ ինչ կլինի եւ որևէ մեկին 5 օր չեն հանդուրժի Արցախը հանձնելուց կամ պարտությունից հետո։ Մենք սխալ էինք փաստորեն, չգիտեմ ինչ մեթոդներով դա տեղի ունեցավ։ Բայց տեսեք, հայ առաքելական եկեղեցու հետ կապված, քանի որ Արցախը, այսպես ասած, ինքը հաջողեց տապալեցին եւ հանձնեցին, ես առնվազն կասկածներ ունեի, գուցե եկե հայ առաքելական եկեղեցու հետ կապված էլ, հա, իրենց մոտ հաջողի իրեն գնան եւ հաջողի ստացի, մենք հակառակն ենք տեսնում եւ տեսեք, եթե հարցում անցկացնեն, այնուամենայնիվ պատերազմ, Արցախ հարց է, դե տվել են, այսպիսի հարցեր կա, կասկածել ինչ որ հարցեր կա հանրության մոտ, բայց հայ առաքելական եկեղեցու հետ կապված ինչ անում է, այնուամենայնիվ բարձր է մնում վարկանիշը առաքելական եկեղեցու եւ հակառակ Նիկոլի վարկանիշը ամբողջությամբ ընկնում է։ Տեսեք, այստեղ երկու հանգամանք կա։ Նախ առաքելական եկեղեցին մեր ինքնության մասն է, հա։ Դե, բայց Արցախն էլ մեր Արցախն է, բայց այստեղ մենք նաեւ ժամանակի իրավիճակի հանգամանքների հետ գործ ունենք։ Արցախի պարագայում այն ժողովրդի խաբվածության աստիճանը նախկին էյֆորիկ վիճակից նաև գիտեք կորստի ցավը եւ սեփական մեղքը դրանում չընդունելու բայց եկեղեցու հետ կապված է Նիկոլն ասես կեղտոտ կոմպրոմատները, բայց անցել է ժամանակ եւ այս իշխանությունների իրական պատկերը այդ հանձնումների շղթայով մանավանդ երբ որ իրենց իսկ գործողությունների արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, երբ որ մեր ժողովուրդը 21-րդ դարում ցեղասպանություն վերապրեց, երբ որ մի ամբողջ հազարամյա հայրենիք ուղակի սկուտեղի վրա նվիրվեց, ել չեմ ասում Հայաստանի Հանրապետության սահմանները էստի համեցեքի սկզբունքով թշնամու արչև այսպես փռվեցին, թե որն ուզում եք, որ դիրքն ուզում եք վերցրեք, այսինքն այսպես հատված առ հատված, շերտ առ շերտ հանրության մեջ ջարդվեց այս իշխանությունների այն կեղծ ու սուտ թեզերը, որոնցով իրենք պարուրել էին ամբողջ ժողովրդին եւ դրա այդ այսպես ասած այդ լոկոմոտիվով առաջ էին գնում։ Եվ նաեւ այդ պատերազմի հետ կապված իրականությունն ու ճշմարտությունը մարդկանց մեջ սկսեց խոսել։ Անկամ ծնողները, ովքեր ժամանակին զինվոր էին կորցրել, իրենք չէին ենթադրում, չէին կարողանում արտահայտել, որ այս իշխանությունների մեղքով է դա եղել։ Այսօր իրենք հստակ իրենց դիրքորոշումը արտահայտում են։ Նույն անհետ կորածների ծնողները կհիշեք, երբ որ առաջի ցույցերն էին անում, լրագրողները գնում էին, ասում են, չէ, մի քաղաքականացրեք։ Այսինքն մարդկանց մեջ այդ պատերը, որ շարվել էին ստի ու կեղծիքի, որի շնորհիվ իրենք կարողանում էին առաջ գնալ եւ շարունակաբար առաջ, սրանք հերթով փլուզվել են եւ մարդկանց աչքերը բացվել են։ Այսինքն այն զարթոնքի խնդիրը, որ դրված էր 22 թվականին, ցավոք սրտի իրականություն է դառնում այսօր մարդկանց մեծ մասի մոտ, այս հերթական կորուստների, ցավերի ճնշման եւ այդ փաստերի անբեկանելիության ուրեմն ծանրության ներքո սա է խնդիրը եւ այսօր շատերի համար արդեն միանշանակ է որ եւ թե պատերազմի պատճառն են իրենք թե այդ պարտության պատճառն են իրենք թե հաջորդող բոլոր կորուստների պատճառն են իրենք եւ այս առումով եկեղեցու հանդեպ իրենց գործողությունները այլևս արդարացում չունեն մարդկանց համար մանավանդ որ փաստերն այնքան ակնհայտ հասկանում եք, այնքան ակնհայտ սարքված են, որ անգամ սովորական
իր առօրյա կյանքով ապրող մարդու համար ակնհայտ է, որ դա կեղծ է, էլի իրականության հետ կապ չունի։ Չէ, դու ինքը չի ընդունում, որ ինքը այնքան է ամեն ինչ խառնել, որ այլևս ինքը չի երբեք չի ընդունում։ Այդ ամեն ինչ այլևս չի աշխատում։ Եվ այլ տեղ տեսեք, ես անընդհատ կրկնում եմ, ինչ է, այնտեղ որտեղ որ Նիկոլը գնում է պատարագի անում, այդ իրադավը պատարագ է, իրադավներից մեկը, ասենք թե պատարագի անում, զեղչում է վեհապարհոր անունը, հետո հենց որ ինքը գրում է հաջորդ օրը պատարագ են նորից օծում մաքրում են եւ պատարագը չէ, դա մի կողմից նորից օծում։ Պատարագը կարգի չէ, ես իրադավների մասին եմ խոսում։ Այո, այդ օծում են, բայց կա տեղեր, որ ինքը գնում է, իրենք շարունակում են մնալ իբրև թե Նիկոլի կողմնակից, բայց հնչեցնում են վեհապարհոր անունը։ Ակնհայտ է դառնում, որ իրենք շտապել են։ Իրենց թվացել է, որ ոնց որ Նիկոլը ամեն ինչ գրավել է, հիմա եկեղեցին է կգրավի, մենք չուշանանք, թե ուզում եք ասեք կոմպրոմատների տակ էր մնացել։ Իրենք կոմպրոմատների տակ են մնացել եւ հասկացել են, որ այսինքն իրենք պահի դրությամբ մտածել են, որ դրանով կհիշեք առաջի հայտարարությունը, այսպես ինչ-որ մի քիչ ամորֆ դրսևորումներ, հետո հստակ արդեն վեհապարի այսպես հանգստյան կոչ արեցին եւ այլն առաջի հայտարարությունը այսպես իբրև թե եկեղեցու բարենորոգում եւ այլն եւ փորձեցին արշակ սրբազանով արդարացնել իրենց քայլերը բայց հետո արդեն իրենց արժեք դրեցին պայման որ չէ սա է խնդիրը եւ այսպեսի այսինքն ենթադրում եմ իրենց չեն հարցրել տեքստը գրել իրենց դրել են ասել են ստորագրեք եւ իրենք հասկացան որ Դուք այդ 10 իրադավերի մասին եք ասում։ Հաջորդող քայլը նաև բացահայտեցին, որ այդ ամենը կեղծիք էր եւ իրենց եղած խնդիրները օգտագործվել է իրենց ձեռքով եկեղեցին վնասելու համար։ Գումարած, ելի եմ ասում, կան մարդիկ, որոնք իրենց համար այսպես կարիերա են ստեղծել եկեղեցում։ Այսինքն ոչ թե իրենք իրոք Աստծո սպասավորներ են, հոգևոր սպասավորներ են, նվիրալներ են, ուխտին հավատարիմ, այլ իրենց համար տակուկ մի անկյուն են գտել եւ դրանով փորձել են իրենց կյանքը առաջ տանել եւ նմանատիպ քայլերով իրենք ի ցույց դրեցին, որ իրենք հոգևոր սպասավորի կոչման հետ առնչություն չունեն։ Շատ լավ։ Ընթացող մաքրման զտման գործընթացն էր, որը գործող իշխանությունների ձեռամբ եկեղեցին փաստացիորեն իրականացրեց։ Շատ լավ, կալանավորված սրբազաններ, ունեն քաղբանտարկյալներ, Գյումրու քաղաքապետը, գործընկեր Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, էլի մի շարք մարդիկ այսպես կալանավորված են Բաքվի բանտում շարունակում են հալածվել եւ խոշտանգվել մեր հայրենակիցները, նախագահները, գեներալները, մեր հերոսները։ Արցախը չկա, ընկած է, Արցախահայությունը տնքում է ցավի տակ, թոշակառուները սովի մատման, այս ամբողջ բեռը եւ այս խրախճանքը ինչի են ձգտում, ինչի են հասնում, չգիտեմ, հիմարացնելու, մոլորեցնելու, ինքնախապեյության, ինչ է այս ամենը այնի մատնանշած հատկապես այդ կեղծ սուտ լոզունգները խաղաղություն, երբ որ միտեղից Ալիևն ու Նիկոլը իբրև թե խաղաղության մասին են խոսում, գնում են մրցանակ ստանալու, չգիտեմ ինչ, մյուս կողմից շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտում եւ Երևանի բանտում, Հայաստանի բանտերում մեր հայրենակիցները, ամենակարևորին հերթին Բաքվի բանտում մեր հայրենակիցները եւ այս ամեն ինչի ֆոնին մի դրվագ ընդամենը Հետը Շնորհակալություն, որ արձագանքեցիք եւ այսօր այստեղ եք, վստահ եմ լավ ժամանակ եք անցկացնելու, առաջարկում եմ ազատ պարել ուրախանալ, Չէ, թող գնա, պարում ուրախանում են, ինչ ա եղել, թող տեսնի ես հարությունը, դիջեյներին ողջունեցին, կդրամադրի, որից հետո արդեն ելույթ կունենա Վահարչապետը։ Ոնց։ Չէ, թող գնա, թող նայեն հասկանան ով է սրանք։ Ահա, այսա, ցկ, չէ, պետքա գնալ ու այս Բաքվի բանտում մեր գերիները, ես առաջին հերթին խնդրում եմ դրա մասին խոսել, ու չգիտեմ, իրանց հույսը ինչի վրա եւ ինչ են ձգտում, ինչ խնդրեմ։ Բազմիցս նշել ենք, որ այս իշխանությունները բերվել են արևմուտքի ձեռքով։ Եվ իրենց գծած սցենարով գունավոր հեղափոխությունների ամբողջական այդ գաղափարի պատկերի ներքո։ Եվ այս պարագայում իրենք դեռ շարունակում են այդ ծրագրային խնդիրների լուծումը իրենց պատկերացումներով անել։ Այսինքն արևմուտքի պատկերացումով, եթե դու սոցիալական հարցումներում որոշակի շերտերում
այդ շերտերի հետ խնդիր ունես, մանավանդ երիտասարդության շերտերում, իրենց պատկերացմամբ երիտասարդության համար ամենակարևորը այս տրնգին է, իրենց ցկցկ տարբերակով եւ զվարճանքը, գինու փառատոներն ու մնացած բաները, այսինքն խնջույք, խրախճանք, լավ ժամանակ անցկացնելը։ Եվ այս պարագայում իրենք մտածում են, որ այս նմանատիպ քայլերով փաստացիորեն կարող են որոշակի շերտի մոտ իր վարկանիշը բարձրացնել, այն շերտի, որը էական ազդեցություն է ունենալու թե ընտրություններում, ասում են երիտասարդների վրա, երիտասարդների մասն է, թե արդյունքների առումով եւ թե հետագայում ըմբոստության առումով, որովհետեւ միշտ երիտասարդներն են ավելի շատ առաջամարտիկները լինում, այո, ըմբոստության, թե մեր պարագայում մի քիչ պատկերը երբեմն շեղվում է, բայց բոլոր դեպքերում, բայց իրենք մոռացել են մի բան, որ իրենք մեր երիտասարդներից գողացել են հայրենիք եւ գողացել են իրենց ազգային ապագան, այսինքն հայ լինելու ապագան են իրենք գողացել եւ այս հայրենիք ու ապագա գողացող մարդկանց տնգի տրնգի Դուք կարծում եք իրենք գիտակցում են, որ գողացել են եւ մտածում են, որ երիտասարդների մոտ իրենք դրսի այդ ուղեղային կենտրոնները վերլուծելով իրավիճակը, իրենց փորձառությունը հաշվի առնելով, իրենք առաջադրում են խնդիր, որ այս շերտին առաջ բերելու համար նմանատիպ քայլեր են պետք, այո, եւ այս պարագայում ինքը փորձում է այսպես դրա կարող է դառնալ, հա, ինչ որ լավ երևալ, երբ որ ամբողջովին իր կերպարով այնքան հակնդեմ է նման երաժշտական գործիքի հետ առնչվող մարդուն։ Դե չբռնում էությունը։ Չգիտեք, այն խորոված ուտելու խանձելու պահը շատ սազական էր։ Սա բացարձակապես։ Թմբուկը իրենը չի։ Իրենը չի, դա իր էության երաժշտական կրթությունը իր էության հետ առնչություն չունի։ Եվ այս պարագայում իրենք շատ սխալ հաշվարկ են կատարել, որտեվ երիտասարդությունը չի ուզում ուղակի ուտել խմել ապագա։ Ապագա է ուզում, անվտանգ, ապագա, որտեղ ինքը իր ազգային հատկանիշներին, ցանկություններին, նպատակներին համահունչ ինքնադրսևորում կարող է ունենալ, ոչ թե թշնամու ձեռքի տակ ստրուկ աշխատել։ Եվ այս մանավանդ այն թշնամու, որը մշտապես ցանկացել է իր իսկ ապագան ոչնչացնել, իր իսկ ինքնությունը ոչնչացնել։ Եվ այստեղ է այդ հաշվարկի սխալ լինելը, եւ սա ավելի բացասական ազդեցություն է գործում, քան ինքը կարող էր անգամ ենթադրել։ Այստեղ կարծեմ այստեղից եմ մի ժամանակ ասել, որ արևմուտքի այդ շատ մարդկանց համար հայի մտածողության որոշակի շերտեր անհասկանալի են մինչ օրս մնում։ Վերջի որոշումը, վերջի խելքով հայի որոշումը իրենց համար անհասկանալի է մնում, ինչ հիմքերով ինչպես է կատարում։ Այս նման քայլերը այդ սխալ դատողության արդյունք են։ Դրանով ինքը վերքի վրա աղ է լցնում եւ դրանով ավելի է հեռացնում նույն երիտասարդությանը, որին փորձում է մոտ բերել։ Այստեղ շատ խնդիրներ կան, անգամ մարդիկ, որոնք գուցե անտարբեր էին, գուցե չէին ուզում այդ ամեն բարդությունները հաշվի առնելով խնդիրներին առնչվել, նմանատիպ դրվագներում ասում են մենք նման երևույթների հետ չենք ուզում առնչվել ապագայում։ Այսինքն բավ է, այս խնդիրը կա, այսինքն մենք էլ մեզ լավ չենք ճանաչում այս առումով։ Եվ սա է խնդիրը, որ մենք սովորաբար մի ծայրահեղությունից գերիների մասով լրացուցիչ, ուրեմն գերիների այս դրվագը որ եղավ, իրենք փորձում էին հասկանալ, թե որքանով կկարողանան բարձրացնել վարկանիշը, բայց կարծում եմ հաջողություններ չեն գրանցել եւ հիմա Վենսի IT-ին նկատի ունեմ նախագահներ, բան որ դեռ շարունակում են մնալ Վենսի IT-ի հետ կապված ըստ արտահոսած տարբեր լուրերի փորձ է արվում գերիների վերադարձ ապահովել, բայց ես վստահ եմ, որ այս պարագայում ցավոք սրտի Արցախի ղեկավարությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունը ցանկի մեջ չի լինելու։ Ցավոք սրտի եմ ասում։ Իդեպ վստահ եմ, որ տեղյակ եք, նաև Ադրբեջանի մամուլում բազմիցս եղավ այն, որ սրանք վերջին գերիներն են, որ ուղարկեցինք։ Դերն էլ գիտեք, ահաբեկիչների դիմաց։ Հաջորդ վարկանին հանգիստ կարող են ամերիկացիները, որ ծանր թաթը դրեցին վրաներ, լավ էլ կանեն։ Հարցը դա չէ, եւ ամերիկացիները շատ լավ գիտեն ոնց է։ Այո, սա IT հետ կապված, այդ թրիփի
բանը մի քիչ ոգևորելու, հեղինակություն հաղորդելու եւ ամենակարևորը նահանգներում հայկական համայնքի ձայները ստանալու։ Բայց Թրամփը մեծ հաշվով ասում է ինձ պետք չի։ Շատ բան է ասում։ Իրեն ամեն ձայնը դեռ առաջին ընտրությունների ժամանակ բացարձակ բան չարել։ Անցյալ տարվա սկզբից իր սպիտակ տուն մտնելու հաջորդ վարքյանից աշխատել են այս ընտրությունների համար։ Դա իրենքը կարող է ձևականորեն շատ բան ասել, բայց ամեն ձայնը հիմա հատկապես ճիշտ է գտնում, որ ակցիան կազմակերպվի եւ խնդրանք պահանջ միանշանակ բոլոր ընդդիմադիրները միանշանակ բոլոր եւ իրավունքների ոտնահարումը դա նաեւ կլինի ձեռքբերում այդ պահանջի ընդդիմության, ոչ թե որ հանք Աստված տա, ասենք վերադառնան, էլի Նիկոլասի տեսեք բան եւ այցից առաջ եւ այցի ժամանակ այո երկու դեպքում հույս ունենանք, որ ինչ-որ բան կարվի նաեւ հնչեցվի եւ իրենց ցույց տրվի սա իգիտություն եւ Սամվել Կարապետյանի թիմին եւ Հայրապետական դաշնակցությանը եւ Գագիկ Ծառուկյանի թիմին եւ Ռոբերտ Քոչարյան եւ հատկապես հանրապետականին բոլորին իգիտություն որ միավորվեն եւ մեծ ատերի ունենա թե եկեղեցու դեմ այո երկուսն էլ թե մեր գերիներին թե ընդհանրապես մարդու իրավունքների հետ կապված կոպտագույն ոտնահարումներին որը մեր պետությունը երևի թե երբևէ չի տեսել այս աշճանի այս ծավալի եւ այս խորությամբ սահմանադրության այսպես ոտատակ տալն ու կեղտոտ ոտքերը վրան սրբելը մենք երբևէ չենք տեսել այդ ամենը պետքա Իմիջիալոց ԵԽԽՎ-ում նաև Միրզոյանի ելույթին կխնդրեի անդրադառնալ, որտեղ քիչ էր մնում ասում էին լացել, ասել, որ եկին սպանում էին, ինչ էր եւ ընդհանրապես այդ հայտարարությանը եզրակացությանը խնդրեմ։ Ես ինչքան գիտեմ, քրեական գործով որևէ ապացույց չկա ահաբեկչության կոչի կամ ինչ-որ մեկին սպանելու կոչի։ Այսինքն դա ակնհայտ սուտ էր։ Արարատ Միրզոյանի ասած։ Այո, ակնհայտ սուտ էր։ Հիմա եթե դա քաղաքական ինչ-որ դրդապատճառներով եվրոպացի խորհրդականների առաջ լավ երևալու ցանկություններ, ապա հիմնավորումը սխալ էր։ Կարող էր այլ ձևակերպում տալ, բայց իրեն սպանելու մասին կոչեր ես ինչ-որ չեմ լսել, ոչ քրեականի այդ հայտարարության մեջ, ոչ առ այսօր դատի ժամանակ հնչեցրած իրենց բերված փաստերի մեջ նման բան ես չեմ լսել։ Թե գաղտնի տեղեկատվություն կա, այդ դեպքում ինչու է այդ տեղեկատվությունը ի հայտ գալիս, որը կարծեմ բացելու իրավունք չունեն եւ մեր հանրությունը դրան տեղյակ չի։ Բայց եթե չեմ սխալվում, դա բացարձակապես չի համապատասխանում գործի այն դրվագներին եւ այն գործին, որով 18 արդարները այսօր գտնվում են կալանավայրերում, փակի տակ։ Մենք հասկանանք, որ այսօր ուժեղանում է ճնշումը եւ ուժեղանալու է ճնշումը եւ այդ ճնշումը ոչ թե հանուն մեզ է լինելու, այլ հանուն նրա, որ իրենք հանգարտ չշեղվեն եւ դեպի Ռուսաստան քայլեր չանեն։ Այսինքն իրենք պիտի շարունակեն այն ճանապարհը, որով իրենք մեզ բերել գցել են այս անդունդի մեջ, մեզ դրել են աշխարհաքաղաքական հզորների բախման կետում իրենք հանձնառու են Իրանի դեմ գործողություններում աջակցելու, Ռուսաստանին այստեղից դուրս վռնդելու, հանուն որի եւ Արցախը, այո, հանուն որի եւ Արցախը հանձնվեց, հանուն որի այդ տարբեր պատերվակներն էր ստեղծվում, որպեսզի ռուս խաղապահներին ներգրավեն ռազմական գործողությունների մեջ, հետո էլ 22 թվականին փորձարվեց ռուսական զորքերին ներքաշել Հայաստանում պատերազմի մեջ ճակատ ստեղծելով ուկրաինականին զուգահեռ, այսինքն մենք այս ամբողջ գլոբալ սցենարը ոչ միտեղ չի անհետացել։ Թրամփը իր համար այդ սցենարը զարգացնում է, հնդածս իր համար նավթային Եվ այլն Եկին արժան, չի բացարձակ կարիք չունի թաքցնելու, թաքցնելու դարն անցել է։ Չէ, ինչի լավ էլ դեմոկրատիայի շղարշտեք ինչ ուզում անում էին, լավ էլ մարսում էին։ Հիմա չկա, հիմա ասում է ուզում է վերջին ավտորիտար երկիրը ինչ ուզում ես արա, Սիրիա, Իրաք, չգիտեմ ինչ ուզում եք արեք, նավթս։ Փողոց որտեղ վերջինը նավթը հարստությունը տիրապետության տակ պիտի լինի եւ ես ինչպես ասում եմ այնպես պիտի շարժվեք այսինքն մենք նեոգաղութացման ասենց լրիվ բացահայտ ճանապարհները նավերի ուղիները դրսևորման մեջ են գտնում այո
Չէ, ցամաքայինը չպիտի լինի, օվկիանոսներ պիտի լինի եւ այդ օվկիանոսների ինտերքի տակ պիտի լինեն։ Այո, մենք պիտի վերա ցամաքայինն էլ մենք պիտի վերահսկենք, դա համար հարավային Կովկասում մենք պիտի նստած լինենք, մեր թաթը դրած լինենք եւ ում ուզենանք բաստորեն։ Այսքան ասում են արևմտամետները, որ իրանց պատառոտում էին հանուն դեմոկրատիայի, ժողովրդավարության, արևմուտքը մեզ ուզում է փրկել։ Շատ, ինչեն։ Այլախորներից սկսած միջև այս բաները։ Ինձ թվում է մի քանի 100 ցենկոմ չեն ասնում։ Դե լավ, շատ ասեցիք։ Շատ ասում, ես շատ ասեցի։ Շատ ասեցիք, հա, ես այնց մտածում եի, որ հա։ Գերագնահատեցիք, որ ես եմ, հա։ Գերագնահատեցիք այդ բակը։ Որտեվ ախր իրենց համարել է, իրենց փաստարկելու դաշտն է։ Շատ լավ, ԵԽԽՎ-ի հայտարարությունը, որ այնուամենայնիվ հայ առաքելական եկեղեցին, այո, բան է փորձել է մտնել ներքաղաքական ներքին կյանքի մեջ եւ այլ, այսպեսի նաեւ տողեր կային հայտարարության մեջ, խնդրեմ։ Դե բա ինչ պիտի աներ, բա հո միայն չէր հարվածելու իշխանություններին, պիտի ինչ-որ մի բանով նաեւ ապահովել նրանց քայլերի լեգիտիմությունը։ Նրանք հայտարարությունը ազատություն ասած լինեն։ Այս հայտարար, տեսեք, մի կողմից բանի մեջ է, չէ, հայտնվել, մի կողմից արևմուտք, հավաքական արևմուտքը, դե այս պարագայում Միացյալ Նահանգների ներկայիս իշխանությունը ասում է, որ չէ, մենք քրիստոնյա արժեքների կրող ենք, օրինակ մեր ոգևորությունը առաջին հերթին դրանով էր պայմանավորված նոր համակարգի քրիստոնեական արժեքներ։ Մի կողմից դա է, մյուս կողմից էլ ասում է դու հակառուսական կրող ենք եւ ընդունում ենք հստակ կին տղամարդ։ Չէ, նաև քրիստոնյա արժեքների, ինչու ոչ, նաև չէ, հստակ քրիստոնյա, այդպես չասած, քրիստոնյա արժեքներ, դու քրիստոնյա արժեքների մեջ չի մտնում սպանելը, չի մտնում բռնությունը։ Դե չէ, մտնում են ինչ որ ձեռք է տալիս։ Այս կար, բայց արժեքներ կրող այնքանով, որքանով ապահովում էր իր համար որոշակի հանրային շերտի աջակցությունը։ Եվ այստեղ մենք տեսեք, իրենց ձեռագիրը ինչ է եւ այս իշխանությունները նույն կերպ են վարվում։ Իրենք ասում են արտահայտություններ առանց բացելու դրա բուն էությունը։ Մենք ընկալում ենք մեր ցանկությամբ, մեր պատկերացումներով, չէ՞։ Հիմա նույնը անում են խաղաղություն բառի հետ։ Ժամանակին անում էին Արցախի հետ, հա, որ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգությունն են ապահովում, պարզվեց դա ամբողջովին առանց հայ Արցախի մասին էր խոսքը։ Նույնը այսինքն քանի որ մենք ունենք նորմալ մարդկային պատկերացումներ, ենթադրենք անկախությունը ինչ է, ազնվությունը ինչ է, օրենքի իրավունքը ինչ է, իրավունքի ուժը ինչ է, հա, դրա երբ որ ասում են, մենք ընկալում ենք մեր պատկերացումը, բայց իրենց պատկերացրածը եւ իրենց արածը բոլորովին տարբեր են, եւ իրենք դրանով խափում են հանրությանը, այդպես խափեցին 21 թվականի ընտրություններին։ Մարդիկ գնացին, ընտրեցին իրենց պատկերացրած Արցախի դեօկուպացիայի համար։ Արցախը դեօկուպացվեց հայերից, փաստացիորեն, իրենց պատկերացմամբ, որտեղ եթե այսօր կանգնում ասում են Արցախը Ադրբեջան է, ուրեմն ընդունում են, որ հայերը այնտեղ օկուպացնում են եւ իրենք դեօկուպացրեցին Արցախը հայերից։ Հասկանում եք, այն ինչը որ Ադրբեջանը փորձում էր աշխարհին համոզել, բայց ոչ պատմությունը, ոչ իրավունքը դրա համար հիմք չէին տալիս։ Այլապես Ադրբեջանը եթե 0.001% իրավական հիմք ուներ, ինքը վաղուց միջազգային դատարանների դռները ջարդել էր։ Անկամ փորձեց Կոսովոյի գործով իր դեպքը ներկայացնել որպես փաստարկ օգտագործելու, դատարանն ասեց ոչ։ Դա էլ չանցավ։ Դա համար գնացին այս ճանապարհով, ռազմական ճանապարհով, ներդրված իրենց գործակալների, աջակիցների միջոցով Արցախը հանձնելու։ Դեն ստացվեց փաստորեն։ Շատ լավ, հիմա այսպիսի նոր լոզունգները առաջ եկել է Նիկոլի Թալանը բացահայտելու ժամանակը, եկել է Նիկոլի այսպես ասած կառուցած ճանապարհների փոսերը հաշվելու ժամանակը, ավիրаж ճանապարհների փոսերը հաշվելու ժամանակը, ասում են ամենամեծ մտավախությունը իրենց հենց դրանուն է, որ հանկարծ ընդդիմությունը այս ուղղությամբ չգնա, որտեվ այդ իրանց ամենաբաններ չէ, Թալա անվան, հիմա ըստ էության հակառակ process-ն է գնում, արդեն բացահայտվում է այս թիմի ԿՊ եւ Նիկոլի Թալանը։ Եվ անկշտության աշտան, բայց դա ցույց է տալիս իրենց։ Դա կաշխատի եւ ձեր գնահատմամբ էլ ընդդիմությունը այդ առումով ճիշտ ուղղությամբ է գնում, ասենք Սամվել Կարապետյան մեր ձևով ճիշտ ուղղությամբ են գնում։ Բոլոր ուղղություններով պիտի ցույց տան իրենց տապալումները, ձախողումները եւ հնդածս դրանից գումար կորզելը կոռուպցիայի ռիսկեր է։ Այդ բոլորը պիտի իհարկե դա փաստական ապացույցներ են, որը պետք է օգտագործվի։ Մենակ կներեք
տոնածառը, որը 3 տարին մեկ բերում դնում են ու չգիտես ինչ քանի միլիոններ ամեն զարդարելու վրա պարգևավճարները պարգևավճարները էլ չեմ ասում պարգևավճարը ակնհայտորեն այս 15 միլիոնը Եվրոպան որ տվել է որ փաստորեն պետական կաշառք տա քաղ ծառայողներին որպեսզի իրենց ակնկալիքով իրենք գնան տեսեք ռեալ հիմա դուք ասում այ Միչանկելար տեսեք դուք ասում եք որ ինքը խնդիր ունի ուզում է երիտասարդությունը բերել իր կողմ ճիշտ է ահա շատ կոնկրետ թոշակառուները, մեծ մասը թոշակառուները գնացել եւ ընտրել են իրեն, ում խոսում ես, ես իրեն եմ ընտրել եւ այլ։ Հիմա ինքը թոշակառուներին այդ պարգևավճարը կարող է, չէ՞, տրամադրել ինչ որ մի մաս թոշակառուներին, տար կամ էս թալանը, կամ էս կամ արտաքին պարտ կա վերում, ոչ մի բան չի տալիս թոշակառուներին, 270 դրամով է ավելացրել սովիա մատնում։ Ինքը այնտեղ իրան պատառոտում է թամբուկով տալիս սրանց նրա գլխին կամ թամբուկին։ Թոշակառուն փողոց չի դուրս գալու։ Բայց թոշակառուն կոնկրետ ընտրող է։ Երբեմն ոչ կարող է հիասթափվել ու չգնալ ընտրել բայց ռեալ ձայն կորցնել այնտեղ փոխանակ ինքը ասեք այդ պարգևավճարը տար նրան տալիս է ասում է որ բժշկական ապահովագրությամբ ինչ է կկարողանա դա հայտարարակ պրավալ է լինի մտածում է որ բժշկական ապահովագրությամբ իրենք կարողանան կոծկել թոշակառուի ինքը այնտեղ կորցնում է ընտրող այստեղ գլուխա կոտրում երիտասարդության համար սխալ հաշվարկի թե նաև ժլատության բան, այսինքն իմ թիմին միլիոնները տամ, մենք միլիարդների մեջ պարետին ու իրավական բանին չտա թիմը ընդհանրապես չի լինի։ Իսկ դեռ հույս կա պարետներն էլ հետ է, այս քնիչներն էլ հետ է, չէ՞, այսօր կանչում են ու իրանց արևից ստորացնում են։ Գործողությունների համար իրենք պատասխանատվության են ենթարկվելու։ Այսինքն երբ որ հանցագործությունը զանգվածային է, ինքը դրանով ապահովում է զանգվածի, նաև իրեն շարունակական ընտրության հնարավորությունը շատ լավ հասկանալու, որ իրենք վախենալով հետագա իրենց արժև դրվող իրավական պահանջներից իրենք կգնան եւ կտրեն իրեն, որպեսզի այդ պահանջին վախենալով օրինակ են քնիչները, որ 3 առաջ օրը կանչել էին այդ հոգեվորականներին նվաստացնում էին, բան էին անում, վախենում են դրանից, իրաց փողը կորցնելուց, թե վախենալուց վախվանից է հիմա վախենում են ինչ-ինչ պատճառներով փողը կորցնելուց դիրքը կորցնել եւ չգիտեմ իրենք ինչպես են հայտնվել այդ աթոռներին քնիչներին, բայց վաղն էլ գնալու են քվեարկեն իր օգտին, մտածելով որ եթե ինքը չվերընտրվեց, իրեն պատասխանատվության են ենթարկել օրենքի ուժով։ Ինքը մեղսակցությամբ փորձում է ապահովել իր վերընտրությունը։ Շատ բարդ սոցիալական երևույթների առաջ են կանգնած։ Շատ բարդ, որովհետև չես Իվանա, մարդը այդ պահին, որ գնա ընտրության, ինքը կմտածի իր ու իր երեխայի ապագա սեփական հայրենիքում ապրելու մասին, թե կմտածի իր այդ մի քանի տարվա հնարավոր կյանքի մասին, որը հետո էլի միևնույն է պատասխանատվության է ենթարկվելու։ Վերջին հայտարարությունները Իրանի հետ, որ հնարավոր է նստենք բանակցությունների սեղան, կարելի է վստահել նույն Միացյալ Նահանգներին, Արևմուտքին, Իսրայելին, որտեղ անցած անգամ հիշում եք, բանակցություններ ընթանում են եւ իրենք ուղղակի հարվածեցին, հարված կլինի թե հարված չի լինի։ Իմ հաշվից կարծեմ անցյալ անգամ էլ էստեղ ասեցի, որ հարվածը կարծես տեղափոխվել է ժամանակային առումով, որտեղ իրենք նախատեսում էին այս գուցե թե իրենց համար ժամանակային տեսակետից դեկտեմբերի վերջին սկսած ցույցերը մի քիչ ժամանակավրեպ էր, գուցե իրենք նախապատրաստում են, որտեղ դրանց առաջ ես ասել եմ, հիմնականը լինելու է փետրվարից մինչև ապրիլ-մայիսի սկիզբ հատվածը, բայց իրենք քանի որ այնտեղ արդեն ընդհանուր ըմբոստությունը կար, հա, մարդիկ դուրս եկան փողոց, դա կարծես հրձիկի դեր կատարեց եւ իրենք արդեն գործի դրեցին իրենց արկա մեխանիզմները դա ծրագրային իր նպատակներին հասցնելու համար, բայց դա ձախողվեց եւ ավելին ոչ միայն ձախողվեց, այլև ցույց դրեց նախ դրսից թելադրված լինելու եւ դրսից սադրված լինելու հանգամանքը, այլև նաև մասնակիցների առումով դրսից ներթափանցած լինելու հանգամանքը եւ դրանով որոշակիորեն իրենց իսկ արդեն պատրաստի բջիջները որոշակիորեն գլխատվել են, այսինքն ծրագիրը հիմա նոր մշակման հղման process է անցնում եւ այս ընթացքում մի կողմից Թրամփը չի կարող ինքն իրեն դրել է ծանր վիճակի մեջ, մի կողմից ինքը չի կարող միանգամից փակել դուռը ասել վերջ փակեցինք հարցը գնացինք
Մյուս կողմից Վենեսուելայի օրինակով ինքը փորձում է ուժի ցուցադրմամբ, ճնշմամբ ինչ-որ մի բան պոկել, բայց հնդածը ժամանակ շահել այդ հաջորդի պատրաստվող հարվածը իրականացնելու համար, իսկ դրա համար իրեն պետք է նախարարական երկրների աջակցությունը, որը ինքը այսօր չունի, բացարձակապես, ավելին արաբական երկրները գնալով ավելի են ընդդիմանում, շատ լավ հասկանալով, որ Իրանը չի ուրեմն խուսափելու ուղղակիորեն իրենց տարածքներում ամերիկյան բազաներին հարվածելուց։ Երկրորդը նավթի գները ուղղակի կթռնեն, արաբական երկրներում այնպես չի, որ միասեռ, այսպես միատար, համահունչ իշխանություններ են, նրանք շատ լավ գիտեն այնտեղ սասանվելու դեպքում ամբողջն է պայթելու։ Եվ գումարած դեռևս Եմենում հարցերը լուծված չեն։ Այսինքն հիմա նախապատրաստական այդ աշխատանքներն են կատարվում։ Եվ դրան զուգակցվելու են նաև ներսում ահաբեկչական գործողությունները, որոնք նպատակ ունեն հանրային դժգոհություն եւ նորից բախումներ առաջացնել։ Վերջերս կարծեմ մի քանի օր առաջ լուր տարածեց, որ իրենք մի քանի կետերում նման գործողություններ արել են եւ ես կարծում եմ այդ ամենը իրենք փորձելու են բերել ինչ որ մի կետի խտացնել։ Մինչեւ դա ձև են անելու թե բանակցելու են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։